Աստծո խոսքը պիտի գարթամ երրորդ թագավորաց 17-րդ գլուխին 10-16 համարները երրորդ թագավորաց 17 10-16 Եվ անիգա ելավ Սերապտե գնաց Սարեպտա գնաց ու քաղաքին թուրը հասնելով դեսավ որ որբևարիգի մփայտ կժովեր Ուզանիգա գանչեց ու սավ Գաղաչեմ ինձ ամանով քիչ մչուրփեր որբեսի խմեմ ու երբ անիգա փերելու գնաց Եղիա անոր յետևեն գանչեց ու սավ ցերկդ բադար մնալ հացար ու ինձիբեր Եվ գինը սավ Կուդերասվածդ կենթանի է որ նգանակ չունիմ բայց միայն գարասի մեջ մեկ փուրի չափ ալույր գա ու գուժի մեջ ալ քիչ մյուղ գա Եվ ահա երկու գդոր փայտ կժողվեմ, որբեսի երթամ զանիգա ինձի ու իմ դղուս համար եփեմ եւ ուդենք ու յետքը մեռնինք։ Ու Եղիա նորսավ մի վախնար, կնա ըսածիդ պես ըրե, բայց անգենախ ինձի համար բզդիկ շոտ մշինե ու ինձի փեր եւ քեզի ու քու դղուտ համար յետքը շինե։ Քանզի Իսրայելի դերասված այսպես կսե Գարասեն ալյուրը պիտի չբաքսի ու գուժեն յուղը պիտի չբաքսի մինչև այն օրը որ դերը երկրի վրա անցրև դա Եվ գինը քնած ու Եղիայի սածին պես ըրավ ու անիգա եւ ինք ու իր ընտանիքը շատ մադեն գերան Գարասեն ալյուրը չհադավ ու գուժեն յուղը չբաքսեցավ Դերոջը Եղիայի ցերկով զրուցած խոսքին համեմատ Դերոջ շնորհքով կշարունակենք մեր նյութը Եղիայի յանքին շուրջ խորհրդածություն սկսած ենք անցյալ գիրագի եւ այսօր հավելվածական ճշմարտություններ կուզեմ շեշտել մեր մխիթարության եւ հավատքի ամրապնդման համար Առաջ որ տեսնենք Եղիայի գոչը, որ ժողովրդին ուղեց, գարշե գետրոնանալ որբևարի գնոջ հավատքին վրա, այս հատվածը որ գարտացինք, հստակ կտեսնենք, հավատաց, որ Եղիա Աստուծո գողմե ղրգված մարդն է, մարգարեն է, և իր հավատքը փաստեց, ինչպես մեկը գրնա իր սրդի մեջ ունեցած հավատքը փաստել, ապացուցանել Միակ ապահով եւ ճշմարտապես եղող փաստը հնազանդությունն է Աստուծո մարգարեն հավատալը որ այո Եղիան եկավ ըսավ լավ է Աստուծո քոյության հավատալը լավ է, ամեն մարդ կհավատա։ Հիսուսի աշխարհ գալուն հավատալը լավ է, բայց այսօր ճշմարիտ եւ ապահով ապացույցեր չեն սրդի մեջ եղած հավատքին։ Միայն մեկ հնազանդություն։ Երբ կհնազանդես, այն Աստուծուն, որու քոյության կհավատաս, Այն ադեն ճշմարտապես հավատացած կլաս։ Այս կինը հավատաց, հնազանդեցավ, հնազանդությունով փաստեց։ 14-րդ համարի մեջ հիշված խոսքերուն հավատաց։ Գսե քանզի Իսրայելի դերասված այսպես գսե, գարասեն ալյուրը պիտի չհատնի ու գուժեն յուղը պիտի չբաքսի։ Հավատաց Ըսավ գավադամ ինչ որ ըսիր Թերևս լսած էր այս որբևարիգինը որ մարգարեմը ակապի կնած եւ այս մարգարենը լալու է եւ ասված վարձադրեց այս կնոջ իր հնազանդությունը հավատքը տեսնելով վարձադրեց ինչպես տեսանք այս կինը մեկ օրվա ուդելիք ուներ իր ավելցածը չդվավ մեկ օրվա իր ունեցած այսր եւ հնազանդեցավ ասավ օքեյ քու ուզածդ պիտի անեմ եւ այդպես փաստեց
որ ինք գահավատար։ Քալով Եղիա մարգարեին, մինչ Եղիա Աստծո հոգադարությունը գվայելեր, Աքահաբ ու իր գինը Հեզապել դերոջը մարգարեները գսպաննեին, անցրև չկալու պատճառով։ Եվ գտեսնենք Եղիայի երկրորդ առաքելությունը 18-րդ գլուխին 1-2 համարները։ Եվ շատ ադեն անցնել են ետ, դերոջը խոսքը երրորդ դարին Եղիայի եղավ ասելով. «Քնա Աքահաբի երևցիր ու երկրի վրա անցրև պիտի դամ»։ Ու Եղիայի Աքահաբի երևնալու քնած ու Սամարիայի մեջ սաստիկ սով գար։ Եվ եթե կարդանք շարունակությունը երրորդ համարեն մինչև վերջ, կտեսնենք հոս մեկը, որ Աքահաբ թագավորին բալադի մեջ գտնվեր, ծարամներ, որուն անունը Աբդիա էր։ Գարտամ, ու Աքահաբ իր դանը դնդեսը Աբդիան գանչեց, ու Աբդիա դերոջմեն շատ գվախներ։ Ու երբ Հեզապել դերոջը մարգարեները չարթեց, Աբդիա 100 մարգարե արավ ու զանոնք 50 քարայրներու մեջ բահեց ու զանոնք հացով ու չրով գերագրեց։ Ինչ քեղեցիկ դասեր կան, երբ Եղիա մարգարեի կյանքը ուսումնասիրենք, գսերդենք։ Աստված ամեն դեղ իր մարդիկ ունի։ Եղիա կարծեց, որ առանցին մնացած էր։ Այս մարդը, ինչպես կարդացինք, արժանահավատ անցմն էր եւ Աստուծո վախ ուներ։ Աստուծո վախ ուներ իր մեջ։ Դերոջը մարգարեները բահեց, ինչպես կարդացինք։ Ասիկա լուրջ, հանցանք մնե, դու դերոջը մարգարեները գբահես, գիտես, որ ով որ թագավորին խոսքին բդիկ չնե, վտանգի կենթարկվի։ Իրապես Աստծո կործածած միջոցները հրաշալի են։ Չար թագավորի մկով Աստված իր վգան ունի։ Սկանչելի դասեր կան այս մարդուն կյանքը երբ կտեսնենք։ Աստված գիտե բարեբաշխները ինչպես պիտի բահե, ան շատ լավ գիտե։ Աստուծո գործերը մեր հասկացած ցևով չէ միայն, հաբա նաև մեր միտքեն ավելի անտին գերտա։ Այո, Աստված գիտե ինչպես բարեբաշխները պիտի բահե, որտև Աստուծո վախ ուներ։ Ան Դանիելը Բաբելոնի մեջ բահեց, ինչպես բահեց, շնոր կրավ, Հովսեփը Եգիպտոսի մեջ բահեց, եւ այս մարդը Աբդիան 7-րդ համարի մեջ կտեսնենք իր խոնարհությունը, խոնար էր։ Այս մարդեն կսորվենք այն ճշմարտությունը, որ պետք է ամեն մարդ հասկանա, թե երբ մեկը ուզե Աստուծո ուզածը անել, Բիդի ընե ուր որալ գտնվի։ Պատճառաբանություններ չի կալեր, ընդունելի չեն։ Աբդիա գրաբաշխներով շրջապատված, բայց հոժարեցավ, Աստծո վախ ուներ եւ բահեց մարգարեները։ Երկրորդ, այս մարդեն կսորվենք, թե Աստուծո այդ քալելը անձնական որոշում մնե։ Անձնական։ Այնպես որ գրաբաշխներով շրջապատված չար թագավորի մկով, բայց մարդը ինքը անձնապես որոշած է Աստուծո վախով ապրիլ։ Կտեսնեք այսօր մարդիկ ինչ պատճառաբանություններ կնեն։ Ես կուզեմ ապաշխարել, բայց չեմ գիտեր ինձ բախնամ, որ ձուր աչքով նային, կամ վրաս խնդան ծաղրեն, եւ այլն, այսպեսի հաշիվներ գնեն, ասոնք ուրիշներու աստեցության տակ կապրին։ Ուրեմն Աբդիա երբ Եղիան տեսավ, կտեսնենք անոր խոնարհությունը, ու երբ Աբդիա ջամփու մեջ էր, Եղիա անոր թիմաց ելավ, ու Աբդիա զանիգա ջանցածին պես իր երեսին վրա ինգավ ու սավ, արդյոք իմ դերս Եղիա թունես
երեսին վրա խոնարեցավ։ Իսկ Աքաբ երբ Եղիային տեսավ, ինչ չրավ, Աբդիա երբ տեսավ, երեսին վրա խոնարհություն դրավ։ Իսկ Աքաբ ինչ ասավ, եւ անոնք երգիրեց մեծ բաժնեցին բդդելու համար Աքաբ մեկ ջամփու միակ քնած։ Հոստեղը գսե Աքաբ երբ տեսավ 18-րդ համարը, գկաչալերը որ 18-րդ գլուխը գարտակ, 3-րդ թագավորած։ Եվ ասավ, անիգա ասավ, Իսրայելը ես չի նեղեցի։ 17-ը Եվ Աքաբ Եղիան դեսածին պես Աքաբ անոր ասավ, Իսրայելը նեղության մեծ ցկողը թունես։ Եղիագը պատասխանը, ոչ ես չեմ։ Ուրեմն նայեցեք երկու անձեր կան, մեկը Աբդիա ծառա, մյուսը թագավոր։ Աբդիա դեսածին պես Եղիային խոնարեցավ։ Իսկ Աքաբ թունես պատճառը Եղիային վերակրեց անցրև չկալուն։ Եվ այստեղ ինչ կտեսնենք, Աքաբ դրված բադիժեն փամը չհասկացավ։ Աստծո բադիժին դագեր, չհասկացավ։ Հանցանքը Եղիային վրա նետեց։ Մեզյալ երբեմն նույնը գբադայի։ Եղիա բադիժին պատճառը գսե եւ ան Աքաբ չընդունիր։ Հին ուխտի տնտեսության մեջ, եթե հիշեք բադիժը ինչպես էր, հին ուխտի տնտեսության մեջ բադիժը ամբիջական գլար եւ դեսանելի հետևանքը զգայացունց մեր դրամապանությունն ալ երբեմն գսե ադիշ տեսակ Աստված է որ այսպես խիստ է սակայն կարևոր պատճառներ կար անորամար հին ուխտի տնտեսության մեջ Աստված հատուկ ժողովուրդ մը ընտրեց որբեսի մեղքին լրջությունը ցույց տա իր ժողովրդին ըսկուշացնե որբեսի իր ժողովուրդը մեղքի մեջ չքալե չշարունակե որբեսի մեղքը չդարածվի ժողովուրդներու մեջ անորամար բադիժը ամբիջական գլար շնորհքի տնտեսության մեջ Աստված փոխված չէ նույնն է Զգսպունքը փոխված չէ երբեք մեղքին բարձ կմա է սակայն երգայնամիտ կլա եւ այսօր ամար փառք կուտանք գահամբերը երգայնամիտ կլա որտեւ ուրիշ մեր մեղքերուն քինը վճարեց եւ սարսափելի երևույթ մնե որ անցամբ ես դեսած եմ հավատացյալներ որոնք բադիժի դակ են ուղագի Աստուծո գոմե գբաճվին հոգերնինչ փոխանակ խոնարելու փոխանակ մեղքեն հրաժարելու փամը չեն հասկնալ բադիժի դակ Աքաբ այդ վիճակի մեջ էր հիմա գետրոնանանք կուզեմ գետրոնանալ Եղիա մարգարեին գոչին որ իր ժողովրդին ուղեց որ ժողովրդին հրյա աստվածաբաշտ ժողովրդին որ չար թագավորին աստեցության դակ փաղը գբաշտեին եւ պիտի գարտամ 18-րդ գլուխին 21-24 համարները ու Եղիա բոլոր ժողովրդի մոտեցավ ուսավ թող մինչև երբ երկու մտքի վրա գգաղակ եթե Եհովա Աստված է անոր յետևեն կացեք իսկ եթե փաղ Աստված է անոր յետևեն կացեք եւ ժողովուրդը բնավ պատասխան չդվավ պատասխան չիրա ու Եղիա ժողովրդին ասավ դերոջը մարգարեն ես միայն մնացի եւ փաղի մարգարեները 450 մարդիկ էին ուրեմն մեզ երկու զվարակ դրվի ու զվարակի մեկը եւ այ հոնդեղը կորձողությունը գալ ժամանակս ծախվարդեմ սելով գարտացեք ասիգա ուրեմն ժողովրդին գոչ ուղեց մինչև երբ գամ Աստուծո գամ փաղի այս գոչը ժողովրդին խելքին ուղեց հոս դրամապանական գոչ մներ նաեւ ժողովրդին խիղճին ուղեց մինչև երբ երկու միտքի վրա գգաղակ անոց ընդրության մարչև թրավ չստիպեց Աստված եւ անոր ծառաները չեն ստիպեր երբեք բռնագալներ կստիպեն միայն
Աստված բռնագալ չէ, իր ծառաներն ալ բռնագալ չէ։ Գոչ կնե, գոչ կուղե, ազատես։ Ինչ որ այսպես մենք ուսուցանենք, գկարոզենք, ազատես, գնդունիս կամ ոչ, քու ընտրությունը դե։ Նաև այս գոչը ժողովրդին սիրտին ուղեց։ Կարդացեք 30-րդ համարը։ Եղիայի նպատակը Աստուծո ժողովրդին սիրտը Աստուծո դարձնելն էր։ Այս է ճշմարիտ մարգարեի նպատակը, այս է։ Դժբախտաբար անոր գոմե գրգված մարգարեները մերժված են ժողովրդի մեծամասնության կողմը։ Գգարտանք ժողովուրդը փնա պատասխան չտվավ։ Գիշեք այդպես կարդացինք։ Երբ սա ընդրեցեք, եթե Եհովա ասված անոր հետևեն կացեք, իսկ եթե Բաղ ասված անոր հետևեն կացեք, եւ ժողովրդին պատասխան ինչ էր, ժողովուրդը փնավ պատասխան չտվավ։ Լուր գեցան։ Շատ խելացի են, արդյոք խոնար են, համբերող են, ոչ։ Չի պատասխանելը, լուր գենալը իրենց թիրքորոշումներ։ Բայց Եղիա չանաց իր ժողովուրդը, Աստծո ժողովրդին սիրտը մոտեցնել։ Հիմա մորնանք ժողովուրդը, ցիկե։ Քու թիրքդ ինչ է։ Երբ Աստված իր մարգարեն գղրգե ու պատկամ մը գփոխանցե, ինչ է քու թիրքդ։ Այսօր վրա պետք է խորինք։ Ազատես, սակայն պետք է ընտրես, անպայման, զոյի սեղանը փլած էր, Աստուծո հետ հաղորդակցություն չկար, ուրեմն, երբ որ Աստված կխոսի, մեղմը կմատնանշե կյանքիդ մեջ, ինչ է քու թիրքդ, գոժարիս դուրս անել, ուրեմն նորոգել սեղանը, որովհետև 30-րդ համարի մեջ այդ կգարտանք։ Տեսանք ինչպես ժողովրդին թիրքորոշումը եւ պետք է իրապես անգեղծությամբ խորինք յուրաքանչյուրս երբ մեր դամ մեջ Աստծո խոսքը գարտանք կամ հերադեսիլի վրա Աստծո ծառան խոսի ճշմարիտ մարգարեներ կամ ովևէ միջոցով ինչ է քու թիրքդ եւ այս հատվածի մեջ կտեսնենք ինչպես Աստված ինքզին կհայտնե 18-րդ գլուխին 30-րդ համարը զոր չգարտացինք հոնսեղանը ամենը դեղավորեց եւ Աստված ինքզինքը հայտնեց գրագի իջավ եւ լափեց ամբողջ զոհը հին ուխտի տնտեսության մեջ Աստված ինքզին այսպես կհայտներ երևելի եւ ըզգայացունց կորձերով գխոսեր այդ ցևով ժողովրդին ասել ուզեց որ Եղիան իմ ծառաս է մտի գրեք անոր մտի գրեք հաստատվեցավ որ Եղիա Աստծո կողմէ գրգված է եւ 19-րդ գլուխի մեջ եւ ասո գուզեմ վերջացնել չուզեցի քալգիրագի եւս խոսիլ երեք ճշմարտություններ կտեսնենք որ հիանալի է հիանալի 19-ը մեգեն 3 պիտի գարտամ Եվ ակապ Եղիայի փոլոր ըրածը ու անոր փոլոր մարգարեները սրով մերցնելը հեզապելի բատմեց հեզապել ով է ակապին գինը ու հեզապել բատկամավոր մղրգեց Եղիայի սելով Աստվածները այսպես ու ասկի ավելին են ինձի եթե վաղ այս ադենք ու անցըտ անոց մեգուն անցիմ դեղ չտնեմ ու Եղիա այս պանը դեսնելով ելավ իր անցին ազատության համար քնած եւ հութայի Պերսապեեն մտավ ու իր ման չոնցկեց եւ ինք անաբադի մեջ մեկ օրվան ջամփա քնած ու քիհի մդակ նստավ եւ սրդանց մերնիլ ուզեց ու սավ ալ հերիք է ով դեր ալ իմ հոգիս
Ինչ գեղեցիկ դասեր կան, Աստուծո մարգարեն, խոսքը տեսնենք, որ վաղցավ, այնպես որ այս վախը թերևս մեզի զարմացն է, բայց մի զարմանանք, մարդը մարդ է, դգարություններով, թերություններով լեցուն, Հագարագանոր հոստեղը, որ գարտացինք հեզապել, ակապին էտ միասին, հրաշ կդեսան, և լսած էին հրյա ժողովուրդին մեջ գադարված հրաշները, լսեցին, բայց դագավին գորոշեն աստուծո թեմ գենալ, դագավին իրենց աստվածները գպարավորեն, հեզապել այդպես ասավ, գսե Եղիայի, աստվածները այսպես ու ասկի ավելի են եմ մեզի, մեկ աստված չեր, երկու աստված չեր, լեցու, տասնյակ աստվածներ, ակապն ալ նույն օրավ, հրաշ կդեսավ և Եղիային հանցավոր հանեց, և այստեղ ուզեմ քիչ մգետրոնանալ, ինչ գծություն է այս գծություն է թե հրաշները չգրցան խոնարհությունը ստեղծել մարդու մեջ, հրաշքը չգրցավ աստուծո վախը թնել սրդի մեջ, չգրցավ հավատք ստեղծել, սակայն աստուծո խոսքը հավատք ստեղծել, անոր համար անոնք որոնք եկեղեցիներ գերտան և անդեղը փեմին վրա մարդը հրաշք մգբատն է, ասպես եղավ, այնպես եղավ, ոչ թե հրաշքը ինքը գադարեց, հաբագբատն է, պատմությունը, դեսած չէ, լսերը, շինցու, չապազանցված, և ինչ կգարձե, մինչ ինք հրաշքը գբատն է, ժողովորդի մեջ ամեն, ալելույա գլսե, գգարձե, որ ժողովորդի մեջ հավատք ստեղծեց, որդև այդպես կխանթավարվի, հրաշները հավատ չեն ստեղծել, ժամանակավոր լավ սկացումներու մեջ, ալելույա, Փառք Հիսուսին դեսար, մեր Աստված այսպես է, այնպես է, գիտեք մեր Աստված ինչպես է, մենք ինչպես ենք անոր հանդեպ, աս հոս է կարևոր, ուրեմն, պատմության մեջ հայտնի է մինչև այսօր, մարդիկ, որոնք հրաշներ գլսեն և Աստուծո ողջամիտ վարդապետություն չեն լսել, քաջաչ կմնան, և զանազան ունակություններուն քերին գդարնան, ուրեմն կարևորը Աստուծո խոսքը լսելն է, խոսքը, Փարիսեցիները բոլոր ղեկավարներով, ժողովուրդով ամենաշատ հրաշները դեսան իրենց կյանքի մեջ, այդ ադեմվա մարդիկը, մեկ չէ, երկու չէ, տասնյակ, հարյուրավոր հրաշներ դեսան, այդ հրաշները հավատ ստեղծեցին իրենց մեջ, ոչ, ուրեմն, Աստուծո խոսքը պետք է լսես, ողջամիտ վարդապետություն, որովհետև խոսքը հավատ կստեղծի, խոսքի մեջ կյանք կա, հոգի է, զորություն կա, և այսպեսով, ուրեմն, խոսքին քարոզչությունը շատ կարևոր է։ Ինչպես ասի այսօրվա սուրբ մարգարեները ոչ թե հրաշներ դեսան, հաբա հրաշները մասին գխոսին, ասիշտեղ ասակ փամը եղավ, գես շինցու, գես իրական, չապազանցված, մինչև լուրը հասնի ապրիգեի մեջ և այլն, և ժողովուրդն խանթավարված։ Անոր համար դքիդության մեջ են մարդիկ, ողջամիտ վարդապետություն չեն լսեր։ Երկրորդ Աքաբ հոստեղը հեզապել գսե Եղիային գսպարնա, Աքաբ թիր չի բռնեց։ Աքաբ կնմանյային այրերուն, որոնք գվախնան իրենց գիներեն։ Գվախնան։ Չգրցավ ասել։ Աքաբ իր գնոջ հեզապելին չգրցավ ասել, մեր աչքերովը դեսանք։ Եղիան եկավ և ասավ, անցրե բիչիկա։ Գադարվեցավ։
Եվ այս ժողովուրդը, որում մեջ ենք մենք հրյա երակա, բայց Հեզապելին աստեցության դակ չար թակավոր մներ։ Չսա որ Եհովա Աստված այսպես սրավ, այնպես սրավ, մենք պետք է հրաժարինք այս չասվածներեն, չսավ։ Սոսկալի է, երբ որ այր մարդը իր գնոջ պամբը չի գրնար ասել, չի գրնար և սխալ տեսնել, նույնն է նաև ճշմարտությունը, անշուշտ նյութեն չեմ ուզեր շեղիլ, բայց այս ճշմարտությունն ալ գտեսնենք հոս, չգրցավ իր գնոջ դեղը նստեցնել ասելով, որ վերջացա պետք է հրաժարինք։ Երրորդ ճշմարտությունը հոստեղը որ գարտացինք մեկեն 4 համարները հավատքի գողմանե Եղիային դգարության մատնվելը։ Վսավ ալհերիք ովդեր, վաղցավ, փախավ և սրտանց մերնիլ ուզեց, ար իմ հոգիս ըսավ։ Սուրբ Գիրքի մեջ երևելի մարդոց հերոսությունները հիշված չեն միայն։ Հուսախապ պիտելլայինք, եթե այս մեր բրնած Գիրքը, որ ուգահավատանք և գկարոզենք, սուպրմեններով լեցուն արդասովոր մարդոց կործերը, գյանքերը, գադարած կործեր ասպես կրված լային, ես այն ադեն մեկ կոմբիտ տնեի, վիցի աս Գիրքը ինձ համար չէ ասիգեչ, բայց Աստուծո հոգի ներշնչեց, որբեսի Աստուծո սուրբ մարդոց անգումները, դգարություններն ալ հիշվին, որբեսի մենք մեր չափը չանցնենք, մենք մեզի մեծ համարում բչդանք, մենք ալ դգարություններ, թերություններ ունենք։ Հեզապելի խոսքերեն վաղցավ, թուն իմ մարգարեները սկսպանես, վաղ այս ադեն քեզի անուց նման մեկը բիտնեմ, վաղցավ, ինչպես գլլա, մարդ է, հրեշտակ չէ, մարդ է, անշուշտ Հեզապել իր խոսքը չգադարեց և սրտանց մերնիլ ուզեց, ար իմ հոգիս ըսավ, բարեբախտաբար այս տեսակ աղոթներ չեն պատասխանվիր, ինչ որ Եղիայետ եղավ այս բարական որ գտեսնենք, մեզի հետ ալ նույնը գլլա, մեզի հետ ալ, հուսահատության մատնվել և նեղութենե ազատելու համար գսենք, ար իմ հոգիս, ոչ թե Հիսուսը գարոցած ենք, անոր համար գուզենք ով երթալ, չէ, նեղություններ, թժվարություններ կան, ալ չեն թիմանար, ար իմ հոգիս ով դեր, գմորնանք, որ Աստուծո աչքը մեր վրա է, մեր մեջ վախ մգուկա և այդ վախը թույլ չի դար, որ Աստծո վստահենք և շիդակ որոշումներ առնել։ Քրիստոնյային համար վախը բնական երևույթ է, անբնական չէ, զարմանալի չէ, անբնական գլա եթե դեղի դանք, այնպես որ բեք չէ վախտանք։ Եվ եթե հարցնենք, մեր քիչմը միտքը հոգնեցնենք, ինչ պիտելլար, եթե ասված Եղիային պատասխաներ, այդպես ասավ, չէ, իմ հոգիս ար, սիրով, քովս եղուր, ինչ պիտելլար, եթե այդպես սներ, հրեղեն գարքերով ծիերով վերբիչելլեր, այնպես որ չլա, որ գյանքիտ մեջ ասես, ով ասված ար իմ հոգիս, ով ես թուն, անոր վստահ է, և ասես շնորհակալ եմ, որ ինձ գյանք ուտաս, ինչ փարիկներ ունիմ, երբ մեր շուրջը տեսնենք, այնպես որ անոր վստահենք, և Եղիայի նման չսենք, ար իմ հոգիս, սպասենք, որ անմիջամտե, և հավատանք, որ բարի գործակից պիտի ընեմ։ Նեղություններու մեջ պետք է անոր վստահենք։ Եկեղեցու հայրերը մեկը ասած է, նեղություններու մեջ թեպի Աստուծո փախիր, ու ոչ թե Աստուծ մե փախիր, անոր, անգելավը չի գա։
Երրորդ ճշմարտությունը հոս կտեսնենք Աստուծո բռնած թիրքը Եղիային հանդեպ եւ ասով վերջացնեմ։ Երբ ան դգար էր, երբ սավ ալ հոգնեցա հերիք է, ցևո մքանքադ է, հոգնեցա հոգիս ար վերջացավ։ Ինչ էր Աստուծո թիրքը։ Ուզեմ որ գարտակ 18-19 գլուխները։ Խայդարագեց ամոթ քեզի։ Չես համճնալ, հրաշք կըրիր, այդ գինեն գվախտնաս, չխայդարագեց, հաբա մեղմ ու պարակ ծայնովը անոր խոսեցավ, անոր խո, ով Եղիա, հոս ինչ պանունիս, որդե պախավ, հոս ինչ կնես, նախապես հրեշտագը զորացուց, անոր ֆիզիկապես, մարմինը զորացուց, ասված անոր հոգին զորացուց, և հետը հատկանշական է այս մեղմ ծայնով, շատ ներոամիտ կլակ խոշիս եկավ, մեղմ ծայնով, երանի թե մենք ալ իրարու հետ մեղմ ծայնով խոսինք, անուշությամբ խոսինք, ես հասանք եմ իմ պնավորությունս ասի, հավն է ծարավը չէ, չլար, մեղ աղվոր անուշ խոսինք իրարու հետ, ասված Եղիային չխայդարագեց, եթե մենք լայինք, թերևս գարտալու ժամանակ ալդսենք, վայ Եղիա, վայ, չպես կլա թու վաղցար, հեզապել են, փախալ, չի վայել էր քեզի, Աստված արձանակրեց, որբեսի գիտնան։ Սուրբ քիրք է, որովհետև Աստուծո մարդոց կործած մեղքերն ալ արձանակրած է, անոնց դգարություններն ալ արձանակրած է, անոր համար սուրբ քիրք է, Աստված արդար է, Դավիթի կործած մեղքը արձանակրեց, Սամսոն քնած խնամի եղավ, բղշտացիներուն հետ, այդ վիճակը ամոթալի վիճակի մատնվեցավ, արձանակրեց, այնպես որ սորվինք Եղիայի կյանքեն, Աբդիային, այս որբևարի գնոջմեն, որ մենք հավատք ընձայենք, ոչ թե Աստուծո, որ ու գահավատանք, կասկած չկա, հաբա անոր խոսքերուն, անոր ըսածներուն, այնպես որ դեր օրհնեցեսի և իր շնորհքի մեջ բահեի, շարունակություն եթե գարտակ, երբ որ ասված կսե հոսիչ կորձունից ետ դարձիր, Եղիա դարձավ ետ դարձավ, այնպես որ արդյոք մենք ալ մեր վիճակը հիմա ինչպես է, դերը գիտե, թուն գիտես, արդյոք պետք է ետ դառնաս իրեն, Աստուծո դառնաս, եթե պետք է ներողություն խնդրես, ով դեր ներեն, զիկանի անգամ ես ալսի ար իմ հոգիս, ալ հերիք է չեմ թիմանար, թերևս քանի անգամ թերահավատություն ցույց տվիր, դերը խայդարակ պիտի չնե, բարեքուտ ողորմած Աստված է, անոր քիրգը քնանետվիր եւ անքեզ պիտի ընդունի, իր փառքին համար, ամեն։ Երգին շնորհակալ ենք Տերոջմեն, կարևոր թասերուն համար եւ դերը շնորհե որ հաստատ միտքով եւ հավատքով ապրինք կյանքը որ Տերոջը անվան փառք եւ բադիվ գբերե եւ մինչ հնազանդության հոգիով գաբրինք մարդիկ մեզ դեսնելով դերը դեսածլան։ Բիդի վերջացնենք երկելով 297-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Ինչու ըլլամ ես ընկճյալ, շուքերալ բադենզիս։ Ինչու
Այո, ով դեր դու մեր հոգադարն ես, մեր ճշմարիտ հովիվն ես եւ ամեն պետք հայթայթող ես։ Փառք մխիթարիչին համար Սուրբ Հոգին, որ մեր սրտերում մեջ կփնագի եւ մեզ գարաչնորթի ամեն ճշմարտության եւ մեր կյանքերը գջոխացնե, կհիշեցնե, որ մենք օդար եւ բանտուղտ ենք եւ քեզ ունենք, որպես թագավոր Թեհոս եւ թե հավիտենականության մեջ քեզի հետ պիտելանք, փառք ուտանք Տեր, օգնե մեզի, որ մենք պատրաստ լանք սորվելու, ընդունելու մեր վիճակը եւ Տեր քեզի վստահելու այդ շնորհքը ամեն մեկուս դուր, ըլլա որով Տեր մենք կյանքի զանազան դժվարություններու մեջ երբ կգտնվենք, բարականերու մեջ, անհաջելի վիճակներու մեջ օգնե, որ մեր աչքերը քեզի ուղենք եւ այսպեսով խաղաղությամբ դիմակրավենք այդ դժվարությունները։ Արձակե մեզ քո խաղաղությամբ։ Փառքիդ համար։ Ամեն։ Ամեն։